Նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 7-ը աստղերը խոստանում են անսպասելի ֆինանսական հաջողություններ։ Կենդանակերպի յուրաքանչյուր նշան կունենա շահույթի և ներդաշնակության հնարավորություն հարաբերություններում։ Պարզեք, թե որտեղ է ձեզ հաջողություն սպասում և ինչպես առավելագույնս օգտագործել այս ժամանակահատվածը։ Նոյեմբերի 20-ը նշանավորում է մի ժամանակահատվածի սկիզբ, որը կարող է շրջադարձային լինել շատ կենդանակերպի նշանների համար։ Այս անգամ կարիճի նորալուսինը սահմանում է ոչ միայն հուզական բարեկեցության, այլև ֆինանսական հնարավորությունների տոնը։ Յոթօրյա կանխատեսման համաձայն, առաջիկա շաբաթներին բախտը հատկապես առատաձեռն կլինի նրանց նկատմամբ, ովքեր պատրաստ են փոփոխությունների և չեն վախենում գործողություններ ձեռնարկել։ Խոյ. Խոյերը կունենան էներգիայի ալիք բիզնեսում, նրանք կկարողանան կնքել շահավետ գործարքներ և գտնել գործընկերներ, որոնք կաջակցեն իրենց գաղափարներին։ Փողի հետ կապված ցանկությունները բոլոր հնարավորություններն ունեն իրականանալու նորալուսնից հետո, հատկապես եթե դուք նախաձեռնողականություն ցուցաբերեք և չեք վախենում ռիսկի դիմել։ Ցուլ. Ցուլը պետք է ուշադրություն դարձնի անշարժ գույքի և ներդրումների հետ կապված հարցերին, հիմա լավ ժամանակ է խնայողական հաշիվ բացելու կամ տուն գնելու համար։ Նույնիսկ եթե խոշոր գնումներ չեն նախատեսվում, ներդրումը արագորեն զգալի եկամուտ կբերի։ Երկվորյակները. Երկվորյակները կկարողանան ամրապնդել իրենց դիրքերը աշխատանքում, նրանց հեղինակությունը թիմում կբարձրանա, և որոշ առօրյա պարտականություններ կարող են փոխանցվել։ Կարևոր է չբաց թողնել սիրելիների հետ հարաբերությունները բարելավելու հնարավորությունը, անկեղծ զրույցները կօգնեն թեթևացնել լարվածությունը և գտնել ներքին խաղաղություն։ Խեցգետին. Խեցգետինները անսպասելիորեն կցանկանան փոփոխություններ և նոր փորձառություններ։ Ճանապարհորդություններն ու հասարակական կյանքին ակտիվ մասնակցությունը նրանց համար կբացեն նոր հորիզոններ։ Խեցգետին կանայք կարող են հույս դնել արտաքին աջակցության վրա ֆինանսական խնդիրները լուծելու համար։ Առյուծ. Առյուծները կանցնեն մի ժամանակաշրջան, երբ փողը կգա ոչ թե որպես նվեր, այլ նոր հնարավորությունների միջոցով։ Դեկտեմբերին նրանք կունենան կարիերայի աճ և հնարավորություն ապացուցելու իրենց նոր կարողություններով։ Գլխավորը հնարավորությունը բաց չթողնելն է ու այն օգտագործելն է։ Կույս. Կույսերը ներդաշնակություն կգտնեն ընտանիքի անդամների հետ հարաբերություններում, ինչը դրական ազդեցություն կունենա նրանց մասնագիտական կյանքի վրա։ Մի վարանեք խորհուրդ կամ օգնություն խնդրել։ Հենց հիմա ընտանիքը կարող է դառնալ հուսալի աջակցության համակարգ և օգնել կարևոր կապեր հաստատել։ Կշեռքները. Կշեռքները հաջողության կհասնեն համատեղ նախագծերում։ Ֆինանսական ձեռքբերումները կամ գործընկերների հետ ձեռք բերված փոխզիջումները կբերեն բավարարություն և կբացեն նոր հեռանկարներ։ Աճի լրացուցիչ հնարավորություններ կհայտնվեն ժամանակահատվածի վերջում։ Կարիճ. Կարիճները հնարավորություն կունենան ամրապնդել իրենց ֆինանսական վիճակը։ Մեծ բոնուսը կամ միանվագ վճարումը կլինի հաճելի բոնուս, իսկ իրենց ինտուիցիան կօգնի նրանց խուսափել սխալներից աշխատանքում, կարևոր է պահպանել հանգստություն և խուսափել ղեկավարության հետ կոնֆլիկտներից։ Աղեղանվոր. Աղեղանվորները կրքի ալիք կզգան իրենց անձնական կյանքում։ Այս նշանի միանակ ներկայացուցիչները կարող են նոր սեր գտնել, ինչդեռ ընտանիք ունեցողները կարող են վերականգնել իրենց հարաբերությունները։ Հին կապերի հետ կապի վերականգնումը և ընտանեկան կոնֆլիկտների լուծումը կբերի հուզական թեթևացում։ Այծեղջրեր. Այծեղջրերը կընդլայնեն իրենց սոցիալական շրջանակը նոր գաղափարներով և նախաձեռնություններով։ Այս ժամանակահատվածում հավանաբար կհայտնվեն իսկական բարեկամություններ, որոնք կտևեն երկար ժամանակ։ Մի դիտարկեք նոր ծանոթությունները միայն գործնական տեսանկյունից, կարևոր է գնահատել անկեղծությունն ու աջակցությունը։ Ջրհոս. Ջրհոսները կկարողանան իրացնել իրենց ներուժը նոր ոլորտներում, որտեղ կարգ է անալիզի ու նահատակության հետ կապված աշխատանք։ Հաջողությունը կնպաստի մարզումների և նոր նախագծերի մեկնարկին։ Ճանապարհները կապահովեն վառ տպավորություններ, որոնք կոգեշնչեն հետագա նվաճումներին։ Ձկներ. Ձկները պետք է օգտվեն ճակատագրի կողմից ընձեռված յուրաքանչյուր հնարավորությունից։ Մշտական կայունություն չի սպասվում, բայց միանվագ հաղթանակներն ու բախտավոր հանգամանքները բավական հնարավոր են։ Աշխատանքում նախաձեռնող լինելն ու մրցույթներին մասնակցելը կօգնի ձեզ առանձնանալ և ճանաչում ձեռք բերել։ Նրանք երբեք ոչինչ չեն մոռանում, իսկ ներելն ավելի բարդ է։ Կենդանակերպի նշաններ, որոնք երկար են հիշում վիրավորանքը։
Մենք բոլորս էլ կյանքում գոնե մեկ անգամ զգացել ենք անարդարության դառնությունը եւ երազել պարզապես ջնջել այն հիշողությունից։ Թեև ներողամտությունը առաքինություն է, աստղաբանները պնդում են, որ կենդանակերպի որոշ նշանների համար դա շատ ավելի դժվար է տրվում, քան մյուսներին։ Նրանք հիշում են յուրաքանչյուր մանրուք, յուրաքանչյուր սխալ խոսք ու դավաճանություն, եւ նրանց վստահությունը գրեթե անհնար է վերականգնել, եթե այն մեկ անգամ խաթարվել է։ Եկեք պարզենք, թե կենդանակերպի որ նշաններն են ամենահիշաչարը։ Կարիճ։ Ամենահիշաչարների ցուցակը անկասկած գլխավորում է կարիճը։ Լինելով Պլուտոնի, տրանսֆորմացիայի եւ ուժի մոլորակի ղեկավարման ներքո, կարիճներն ամեն ինչ ապրում են անհավանական սրությամբ, հատկապես երբ խոսքը գնում է դավաճանության մասին։ Հավատարմությունը նրանց համար սրբություն է, եւ եթե դուք դավաճանեք նրանց վստահությունը, պատրաստ եղեք հետևանքներին, որոնք իրենց երկար սպասեցնել չեն տա։ Կարիճները ոչ միայն երբեք չեն մոռանում, այլև հաճախ վրեժը համարում են միակ ճշմարիտ ճանապարհը։ Հարմար պահին սպասելու նրանց ունակությունը լեգենդար է։ Նրանք կարող են տարիներով իրենց մեջ կրել զայրույթը, իսկ երբ որոշեն գործել, դա կանեն սառնասրտորեն եւ նպատակային։ Նրանց համար ներումը թուլության նշան է, ինչն աներևակայելի է իրենց աշխարհում։ Խեցգետին։ Թեև առաջին հայացքից նրանք թվում են փափուկ եւ հոգատար, խեցգետիններն ունեն փղի հիշողություն, հատկապես երբ գործը վերաբերում է էմոցիոնալ վերքերին։ Նրանց ղեկավարում է լուսինը, ինչը նրանց դարձնում է չափազանց զգայուն շրջապատի խոսքերի եւ արարքների նկատմամբ։ Եթե վիրավորեք խեցգետնին, նա հնարավոր է չպատասխանի այնպես ինչպես կարիճը, բայց այդ ցավը կկրի իր մեջ շատ ու շատ երկար։ Խեցգետինը կփակվի իր պատյանում եւ կկառուցի բարձր հուզական պատնեշեր իրեն պաշտպանելու համար։ Թեև վերջում նա կարող է ասել ձեզ, որ ամեն ինչ կարգին է, վստահ եղեք, որ այդ իրադարձությունը ընդմիշտ կմնա նրա սրտում։ Ձեր հետագա ցանկացած հարաբերություն ստվերված կլինի անցյալի անարդարությամբ, եւ նախկինին վերադառնալը գրեթե անհնար է։ Ծուլ։ Ծուլերը հայտնի են իրենց համառությամբ, բայց նաև անհավանական նվիրվածությամբ։ Նրանք համբերատար են եւ պատրաստ են ամեն ինչ ներդնել իրենց համար թանկ հարաբերությունների մեջ։ Հենց այդ պատճառով էլ, երբ մեկը դավաճանում է նրանց վստահությունը, նրանք դա ընդունում են որպես խորը անձնական վիրավորանք։ Նրանց արձագանքը պայթունավտանգ չէ, այլ լուռ, չափված եւ վճռական։ Հենց ծուլը որոշի, որ դուք անցել եք սահմանը, հետ դարձի ճանապարհ այլևս չկա։ Նա չի պայքարի կամ վրեժի ծրագրեր կազմի, նա պարզապես կջնջի ձեզ իր կյանքից, ասենք դուք երբեք գոյություն չեք ունեցել։ Նրա զայրույթը նման է դանդաղ, բայց անխուսափելի սառցադաշտի, քորն, լուռ եւ կործանարար։ Նրա համար ներումը հազվագյուտ երևույթ է, որը հասանելի է միայն նրանց, ովքեր ապացուցել են իրենց արժեքը քավության երկար ժամանակահատվածի ընթացքում։ Այծեղ ջուր։ Գործնական եւ կարգապահ այծեղ ջուրները ժամանակ չեն վատնում անհարկ դրամաների վրա, բայց դա չի նշանակում, որ նրանք մոռանում են։ Նրանք աշխարհին նայում են հարգանքի, պատասխանատվության եւ կանոնների պրիզմայով։ Դավաճանությունը նրանց համար ոչ միայն հոգեկան վերք է, այլև հիմնարար պայմանավորվածության խախտում։ Նրանք չեն հանդուրժում ծույլությունը, անհարգալի վերաբերմունքը եւ անհավատարմությունը։ Երբ ինչ-որ մեկը ցավ է պատճառում նրանց, այծեղ ջուրը դա անկանում է որպես բիզնեսի կորուստ։ Նրանց վրեժը սառն է եւ հաշվարկված։ Հաճախ դա կապերի լիակատար խզումն է եւ կյանքի բոլոր ոլորտներից ամբողջական մեկուսացումը։ Նրանք ձեզ չեն ասի, որ զայրացած են, պարզապես կդադարեցնեն պատասխանել ձեր զանգերին եւ կհամարեն ձեզ ոչ կարեւոր։ Նրանք չեն ատում, նրանք պարզապես դուրս են գրում ձեզ հաշվից,